Իրականում ինչից է վախենում Վարդան Ղուկասյանը։ Իրականում Վարդան Ղուկասյանը ինչից է վախենում։ Ինչից է վախենում Վարդան Ղուկասյանը։ Ինչից է վախենում Վարդան Ղուկասյանը։ Ինչից է վախենում Վարդան Ղուկասյանը։ Շատ հետաքրքիր էր։ Նախ առաջի կարտով ցույց է տալիս, որ Վարդան Ղուկասյանը վախենում է, որ թվացյալ այսպես լուսավոր ճանապարհով ինքը գնում է, որ մի կետի վրա, այսինքն չկա վստահություն այն լույսի հանդեպ, որով ինքը առաջնորդվում է։ Հետաքրքիր է։ Տեսեք ինչից է վախենում Վարդան Ղուկասյանը։ Այ քեզ բան։ Կարտը խորհրդանշում է փոխադարձ կախվածություն, հավասարակշռության եւ կոնֆլիկտի կործանարար հետևանքների մասին, ինչում որ այդ մարդը իրականում հիմա հայտնվել է։ Այսինքն իր կոնֆլիկտները կարող են դառնալ իր համար կործանարար, այսինքն ինքը հիմա վախում է, որ կարան իր հետ իր կյանքին վտանգ սպառնա։ Այս կարտը հուշում է փոխադարձ կործանում։ Տեսեք, ինքը կործանում էր այժմյան կառավարությանը, այժմյան կառավարությունը կործանում է իրան, հա։ Ու այստեղ չկա կենտրոնական, այսպես հենարան ճիշտ կա, բայց հավասարակշռությունը երկուսի մեջ պետք է պահվի։ Սա ցույց է տալիս, որ որոշ իրավիճակներում կան հարաբերություններում կապվածություն դիմացինի հետ, որ նրան վնասելը առաջին հերթին վնասում է իր այդ գուցե այդ ձևով այդ խեղճ մարդու բերանը փորձել են փակել։ Ինչից է վախենում Վարդան Ղուկասյանը։ Ինչից է վախենում Վարդան Ղուկասյանը, որ իրան կպահանջեն եւ ստորագրել կտան մի բան, որ իր հոգուն հարազատ չի կամ իր կյանքին կամ իր նպատակին լրիվ հակառակա, որ կլինի ստիպողաբար ինչ որ բան իր համար, որտեղ կտա այսպես դեմ կանեն գրիչն ու թուղթը, կասեն գրի։ Ինքը դրանից վախենում է, բայց այս կարտը հիմիկվա իսկական իրավիճակն է, որից ինքը վախենում է։ Որպես սովորական մարդ յուրաքանչյուրս ունենք մեր վախերը եւ վախը կարող է ուղղակի ինքնապաշտպանական ռեակցիա որպես աշխատի։ Այս դեպքում չգիտի ինքը բալանսը ոնց պահի։ Եթե բալանսը ինքը չպահի, կործանարար կլինի եւ իր համար եւ մյուսի համար։ Ուստի կա ընդհանուր հենակետ, որտեղ ինքը ինչ որ բան պետք է ստորագրի կամ ինչ որ բանից պետք է հրաժարվի։